Ռուսական զինված ուժերը գիշերը հարվածել են Դնեպրին, որի հետևանքով վնասվել են Սուսպիլնոյի և ուկրաինական ռադիոգրասենյակները, հայտնում են ուկրաինական աղբյուրները։ Իսկ մինչ այդ Dubai Air Show 2025-ում առաջին անգամ ցուցադրվել է ռուսական 5-րդ սերնդի Su-57 կործանիչը։ Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել արտերկրում։ Ընտրությունների ժամանակ նրանք պարտավոր կլինեն վերադառնալ իրենց երկիր և քվեարկել իրենց ընտրատեղամասում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի վարկանիշը մեկ շաբաթում նվազել է 40%-ով, իսկ այժմ 20%-ից էլ ցածր է, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, հղում անելով փակ գաղտնի սոցիոլոգիական հարցումների։ Սկանդալը բռնկվել էր նոյեմբերի 10-ին, երբ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և հակակոռուպցիոն դատախազությունը քննչական գործողություններ էին իրականացրել գործարար Մինդիչի, մի քանի նախկին և ներկա նախարարների տներում և Էներգոատոմում։ Հետաքննության ընթացքում հրապարակվել էին ձայնագրություններ, որոնցում Մինդիչը և մյուս նախարարները քննարկում են փողերի լվացման սխեմաները։ Կոռուպցիոն սկանդալին զուգահեռ Զելենսկին ժամանել է Ֆրանսիա, որտեղ նրան դիմավորել է Էմանուել Մակրոնը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր աջակցությունն է հայտնել կոնգրեսի անդամների առաջարկած օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի հետ բիզնես կամ առևտուր վարող երկրների նկատմամբ։ Թրամփն ընդգծել է, որ Իրանը կարող է լինել նման միջոցառումների ենթակա երկրների շարքում։ Թրամփը նաև հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայում ցամաքային ռազմական գործողության անցկացումը, նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հոգ տանի Վենեսուելայի մասին։ Իսկ մինչ Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս պահպանում են զենքի վերահսկողության հարցում որոշակի սահմանափակումներ, Չինաստանն աննկատ, բայց արագ առաջընթաց է գրանցում։ Ըստ շրջանառվող լուրերի, Չինաստանը 2030-ականների կեսերին կհասնի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մոտավորապես նույն հավասարության տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակով։ Դիսնեյը կթույլատրի ֆիլմարտադրության մեջ արհեստական բանականություն կիրառել։ Ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերն ասել է, որ 2019 թվականին Disney Plus գործարկումից ի վեր ընկերությունը գտնվում է շատ մեծ և կարևոր փոփոխությունների ներդրման գործընթացում, արտադրանքի և տեխնոլոգիաների տեսանկյունից։ Այգերի հայտարարությունը համացանցում բուռն արձագանք է առաջացրել։ Երկրպագուները վախենում են, որ այն կարող է հանգեցնել աշխատատեղերի փակման, ցածրորակ բովանդակության և ընկերության իր գաղափարախոսությունից շեղվելուն։ Թոմ Կրուզը պատվավոր Օսկար է ստացել կինոյում իր ներդրման համար, հայտարարել է Կինոարվեստի և գիտության ակադեմիան։ Սա 63-ամյա դերասանի առաջին Օսկարն է։ Նախկինում նա 4 անգամ առաջադրվել է, բայց չի ստացել բաղձալի արձանիկը։ Կամչատկայում էլ զանգվածային ավտովթարներ են տեղի ունենում ձյան տեղումների հետևանքով։